Այս ժամանակաշրջանում, երբ գնորդները հաճախ նախընտրում են ապրանքը փորձել խանութում, իսկ գնումը կատարել այլ երկրից կամ առցանց հարթակներից ավելի շահավետ գներով, հայաստանյան շուկա է մուտք գործում Bidigo հավելվածը։ Bidigo-ն հնարավորություն է տալիս խանութում սակարկել ապրանքի գինը։ Եթե գնորդը ցանկանում է որևէ ապրանք, սակայն համարում է, որ առաջարկվող արժեքը բարձր է, կարող է հավելվածի միջոցով ներկայացնել իր նախընտրած գինը։ Խանութը վայրկյանների ընթացքում կամ հաստատում է առաջարկը, կամ ներկայացնում է հնարավորինս մոտ գին գնորդի առաջարկած արժեքին։ Գտել ենք, ասենց ասած, win-win լուծում եւ խանութի եւ հաճախորդի համար, ու այսօր արդեն մենք ուղղակի պատրաստ էինք սրա մասին, ասենց հանրային խոսալ, բոլորին ներկայացնել մեր լուծումը, որը հաճախորդների վարքագծային առևտրի պլատֆորմ է։ Շատ երկար ճանապարհ ենք անցել, բավականին ռեսուրս ենք ծախսել, գրել, փորձարկել, մինչև հասել ենք այն կետին, որտեղ համակարգը սկսել է շատ լավ աշխատել։ Հայաստանյան նմանատիպ առաջին հավելվածն այսօր ներկայացվեց մանրածախ առևտրի կենտրոն կոնֆերանսի շրջանակում։ Այն համախմբել էր ֆիզիկական մանրածախ առևտրի ոլորտի ներկայացուցիչներին, բիզնես ղեկավարներին, ոլորտային փորձագետներին եւ բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչներին, քննարկելու ոլորտի արդիական մարտահրավերներն ու դրանց գործնական լուծումները, որոնցից է Bidigo-ն։ Այն արդեն կիրառվում է Հայաստանում եւ փաստացի արդյունքներ է ապահովում մանրածախ բիզնեսների համար։ Bidigo-ի առաջին կոնֆերանսին ես ինքս խոսելու եմ այն արդյունքների մասին, որոնք որ մենք կարողացել ենք այս 26 օրերի ընթացքում ունենալ, խոսելու եմ կոնկրետ խանութի օրինակով, Թամարիս խանութի մասն է խոսքը։ Մենք այնտեղ Bidigo-ն գործարկել ենք ու ունենք ցուցանիշներ, որոնց համար որ այստեղ հրավիրել ենք նաև մյուս խանութների բիզնեսների սեփականատերերին։ Bidigo-ի հեղինակները նշում են, հավելվածից օգտվելու գործընթացը հնարավորինս հեշտ եւ հասկանալի է։ Ներբեռնում ենք հավելվածը, սկանավորում նախընտրելի ապրանքի բարկոդը, մուտքագրում այն գումարի չափը, որը պատրաստ ենք վճարել եւ սպասում խանութի արձագանքին։ Սա այն նորարարությունն է, որը գնումների գործընթացը դարձնում է ճկուն եւ փոխշահավետ։ Bidigo-ն ինքը համ B2B պլատֆորմ է, համ B2C պլատֆորմ է, այսինքն հաճախորդների համար ինքը հավելված է։ Եթե շատ կարճ ասենք, մարդուն օգնում է խանութում տեսած ապրանքը գնել ավելի մաչելի, իսկ խանութների տեսանկյունից սա վաճառքի պլատֆորմ է, որը ավելացնում է խանութում վաճառքների քանակը, ստեղծում է շատ ավելի լոյալ համակարգ հաճախորդների հետ շփվելու եւ զարգացնելու իրենց առևտուրը։ Bidigo-ն ունի առաջին գործընկեր բրենդները։ Օրինակ Զարինան արդեն օգտվում է հավելվածից։ Շուտով այն կկիրառեն բրենդի հայաստանյան բոլոր խանութ սրահներում։ Ասեմ, որ հետաքրքիր գաղափար է։ Ես կարծում եմ, որ ողջունելի, որովհետև էլի եմ ասում, այսօր երիտասարդների համար դա դիտվելու է որպես նորություն, իսկ ամեն մի նորություն շատ ավելի ընդունելի է ու ինձ թվում է կունենա շատ լավ արձագանք։ Թեև Bidigo-ն արդեն գործարկվում է, դեռ շարունակական մշակման գործընթացում է։ Նկատում են նույնիսկ այս փուլում մարդիկ հետաքրքրված են հավելվածով։ Instagram-յան post-ի հետևանքով մոտ 3000 հոգի մի քանի ժամվա ընթացքում քաշել է application-ը։ Մենք ենթադրում ենք, երբ որ կմտնենք շուկա եւ սկսենք ագրեսիվ գովազդանել, մոտավորապես 1 տարվա ընթացքում կունենանք մոտ 800,000 download։ Կոնֆերանսի ողջ ընթացքում մուտքի հատվածում ցուցադրված էին 2 զույգ սպորտային կոշիկ 62,900 եւ 64,900 դրամ արժողությամբ։ Bidigo հավելվածի միջոցով մասնակիցները հնարավորություն ունեցան առաջարկել իրենց նախընտրած գինը դրանք ձեռք բերելու համար։ 62,900 դրամ արժողությամբ կոշիկի համար ներկայացվեց 19 առաջարկ, գնել 47,000 դրամ արժեքով, իսկ 64,900 դրամ արժողությամբ զույգի համար 18 առաջարկ 45,000 դրամով գնելու ցանկությամբ։ Պարզվեց ապրանքներն իրականում ունեցել են զեղչված գին, համապատասխանաբար 25,160 դրամ եւ 38,940 դրամ։ Այսպիսով հավելվածի միջոցով փաստում են, շահում է եւ խանութը եւ գնորդը։ Հաճախորդը ձեռք է բերում ապրանքը սկզբնականից ավելի ցածր արժեքով, իսկ խանութը վաճառում է այն ավելի շահավետ պայմաններով։